Մենք տարիներ շարունակ նշում ենք մայիսի 9 հաղթանակի օրը, 92 թվականին էլ զոհվեց Վարդանը հուլիսին, բայց տեսավ հաղթանակը, հաղթած գնաց։ Գիտեք ինչ, այստեղ խնդիրը այն չի, մենակ ես չեմ հարազատ գործել, Վարդանը բոլորի հարազատն է, որ նայեք արյունակցական կապը չի մենակ, ի վերջո հայ ժողովրդի հաղթանակն է սա, պարզապես պայմանները այնպիսին եղան, որ մեր հաղթանակը չկարողացանք գնահատել։ Իսկ ինչ վերաբերվում է արդարացված են կորուստները, թե մարդկանց անձնազոհությունը ոչ ոք իրավունք չունի նրանց փոխարեն դատելու, վերլուծելու։ Ամեն մարդ ինքը իր ճանապարհը ընտրում է, մենք էլ գնահատում ենք եւ շարունակում ենք այն ինչ որ կոնկրետ իմ եղբայրն է ընտրել։ Մենք նրա ոտքի տակ տրորած հողը Ղարաբաղի սրբորեն ընտրում ենք ու շատ սիրում ենք այդ հողը։ Ինձ համար այսօր կրկնակի տոն է եւ 1945 թվականի հաղթանակի տոնն է եւ Շուշիի գրավման տոնը։ Ինձ համար եւ ես իմ ուսանողների հետ այսօր այստեղ էի եւ 20-ից ավելի երիտասարդներ եկան, շրջեցին, ծաղիկներ դրեցին, ոչ մեկն այստեղ հարազատներ չուներ։ Եվ գիտեք ինչ, չի կարելի ընդհանուրի մասին ասել, ընդհանուրի մասին պիտի մտածեն լրատվական միջոցները, պիտի մտածեն քաղաքական ուժերը, սրբավայրում որ կան, բոլորը իրանց կյանքը ներդրել են հանուն հայրենիքի, հանուն մեր ողի, մեր ազատության, մեր անկախության, մեր մեծ հարստության համար։ Եվ ես միակ որդիս է, որ եռաբուրում է, զոհվել է անկախության օրը, մարտական պահակակետում նոյեմբերյանի շրջանում։ Փոքր թեթև բաներում էլ անգամ, ասենք, վիրավորական է, էլի, երբ որ այնտեղ ինչ-որ ձեր տղայի անունը չի շոշափվում։ Նա շատ մեծ հերոսաբար իր հրամանատարին 300 մետր շալակած հանելա, որպեսզի չընկնի թիրախ, չմնար ադրբեջանցիների կողմը, բայց զոհվեց, իմ տղեն զոհվեց, մի 3 օր հետո նոր զոհվեց իր հրամանատարը, վիրավոր էր, մահացավ։